Սիրելի հավատացյալներ, նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա գեղեցիկ եւ մանավանդ մեր քաղաքում բոլորի կողմից սիրված Սուրբ Սարգիսի տոնի առիթով։ Ուզում եմ շնորհավորել Սարգիս եւ Մարտիրոս անունները կրողներին մանավանդ։ Ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնց պահապան Սուրբն է համարվում Սուրբ Սարգիսը։ Նա կարող էր ուրանալ Քրիստոսին, կարող էր ուրանալ իր Աստծուն եւ ապրել հանգիստ եւ խաղաղ, հարուստ եւ հզոր կյանքով։ Բայց նա գիտակցեց, որ ժամանակավորը անվերջի հետ կամ անժամանակի հետ փոխելը սխալ է։ Եվ դրանով իսկ ցույց տվեց հետագա բոլոր սերունդներին հոգևոր կյանքի կարևորությունը։ Սուրբ Սարգսի տոնը տոնելով մենք չենք քարոզում ինչ որ մեկին, որ պետք է անպայման կյանքդ տաս, որպեսզի վաղը մյուս օրը ասեն, որ հավատացյալ մարդ է։ Ոչ, Սուրբ Սարգիսը ոչ միայն մահացավ իր կրոնի համար, այլ նաև իր կյանքով ինքը ապրեց այդ քրիստոնեությունը, իր կյանքով ցույց տվեց, իր խոսքերով բացատրեց։ Եվ դա մենք պետք է այսօր վերցնենք։ Այո, ժամանակին այդպես էր, երբ որ ինչ-որ մեկը մի սխալ բան էր անում, միանգամից սպանում էին։ Հիմա դատում են։ Բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Եվ չարը եւ այն ժամանակ էր գործում նույն ձևով, եւ այսօր է գործում նույն ձևով։ Դուք էլ ինչպես Սուրբ Սարգիսի օրինակը կարող եք այսօր մտաբերել անցյալում, այսօր ներկա պահին էլ կարող եք մտաբերել, թե որքան արդար մարդիկ են ուղղակիորեն իրենց արդար լինելու պատճառով դատվել։ Ով որ կանգնած է իր Աստծո ճանապարհի վրա, ով որ կանգնած է իր ընտրած ճանապարհի վրա, եւ ով որ հավատում է իր ընտրած ճանապարհին, չպետք է ոչ մի անգամ շեղվի ինչ որ մի բանի պատճառով, գայթակղվի ինչ որ մի բանի պատճառով եւ գնա ուրիշ ճանապարհով, ընտրի ուրիշ ճանապարհ։ Հավատացեք, եւ մարդկային կյանքի մեջ, եւ մարդկային հարաբերությունների մեջ դա նկատվում է սխալ։ Եթե դուք էլ ինքներդ ինչ որ մեկին ձեր շրջապատից տեսնեք, որ ինչ որ մի բանի պատճառով, որը որ սխալ է կամ որը որ ժամանակավոր է, ինքը իր ճիշտ կյանքից է շեղվում, դուք էլ նրան կասեք մի երկու բան։ Կասեք սխալ ես անում, եղբայր, սխալ ես անում, իմ քույրիկ, որովհետև սա չի ճիշտը, շատ ժամանակավոր է, սա այսօր կա, վաղը չի լինի։ Իսկ ճանապարհը, մարդկությունը մնում է կարևորը, հարաբերությունը մնում է կարևորը, մարդկային հարաբերությունը մնում է կարևորը։ Մենք պետք է կարողանանք նախ եւ առաջ մեկս մյուսի աչքերի մեջ նայել։ Եվ այդ աչքերի մեջ նայելը մեկս մյուսի առջև մաքուր սրտով եւ մաքուր հոգով կանգնելը, դա երբեմն նաեւ պահանջում է որոշ չափով անձնազոհություն։ Ինչ որ բաներից պետք է հրաժարվես ժամանակավոր, որպեսզի վաղը կարողանաս կանգնել քո ընկերոջ, քո բարեկամիդ, քո հարազատի առջև։ Որպեսզի ուժը ունենաս, մարդկությունը ունենաս, որ կանգնես հանգիստ նրա առջև։ Որ գիտենաս, երբ որ դու թեքվես եւ հեռանաս, քո ետևից ոչինչ բան չեն ասել։ Դա մարդկային հասարակ հարաբերություններ են, որը որ մենք պետք է կարողանանք մեր կյանքի մեջ ունենալ եւ որը որ շատերս ձգտում ենք այդ ամեն ինչը ունենալ։ Սուրբ Սարգիսը այդ ամեն ինչը ցույց տվեց շատ ավելի բարձր մակարդակով։ Նա ցույց տվեց մարդ Աստված հարաբերության մեջ։ Նա ցույց տվեց, որ ինքը իր Աստծուն չի ուրացել եւ իր Աստծուն չի ուրանում ինչ որ ժամանակավոր փառքի կամ հարստության համար։ Ինքը ցույց տվեց, որ ոչ միայն իր երկնավոր ծնողին չի մոռանա եւ չի ուրանա, այլ նաեւ իր երկրավորին։ Երիտասարդը դա հասակ չէ,
դա տարիք չէ, երիտասարդությունը դա ժամանակ է, երբ որ մարդը պետք է ընտրի ճիշտ ճանապարհը իր կյանքի մեջ։ Մենք այսօր ոմանք երիտասարդությունից որոշ չափով անցած, ոմանք բավական ժամանակ անցած, արդեն իսկ ընտրել ենք մեր ճանապարհը, արդեն իսկ ապրում ենք մեր կյանքը։ Բայց երիտասարդը դա այն ժամանակահատվածում ապրող մարդն է, որը որ պետք է ճիշտ ընտրություն կատարի իր կյանքի մեջ։ Տղամարդը պետք է լավ հայր դառնա եւ կինը պետք է լավ մայր դառնա։ Եվ երիտասարդությունը հենց այն ժամանակն է, որ պետք է նախ եւ առաջ ճիշտ ճանապարհի վրա կանգնես, որ վաղը լինես լավ հայր կամ լավ մայր, եւ հետո նոր արդեն մտածես քո ընտանիքդ կազմելու եւ քո կյանքը արդեն քո կյանքի մասնիկը տալով քո երեխաներին շարունակելու քո կյանքը, քո ընտանիքի, քո ազգի եւ քո հայրենիքի կյանքը։ Հենց դա է պատճառը, որ մենք այսօր չունենք կոնկրետ մեծահասակների սուրբ, չէ՞, չունենք տարեցների սուրբ, չէ՞, չունենք կյանքից հեռացածների սուրբ, ունենք երեխաների սուրբ, չէ՞, որը Նիկողայոսին է վերագրվում որոշ չափով, Նիկողայոս Քանչելագործին, որ ասում է նա երեխաների պահապան սուրբն է նաև, եւ ունենք երիտասարդների, որովհետեւ հենց այդ երկու մարդկային կամ երկու տարիքային կատեգորիաներն են, որոնք որ իրոք կարիքը ունեն սուրբի պահպանման եւ սուրբի բարեխոսության Աստծո առջեւ, որպեսզի նախ եւ առաջ կանգնեն ճիշտ ճանապարհին եւ հետո էլ կարողանան այդ ճիշտ ճանապարհով առաջ գնալ։ Ահա այդ է մեր այսօրվա գեղեցիկ տոնի ամենակարևոր խորհուրդը, որ ժամանակին կարողանանք ճիշտ ընտրել, ժամանակին կարողանանք ճիշտ ճանապարհը բռնել եւ հետո էլ այդ ճիշտ ճանապարհը քայլելով ոչ մի անգամ չշեղվենք ինչ որ աշխարհիկ տարբեր ժամանակավոր գայթակղությունների պատճառով։ Թող Աստված ուժ եւ կարողություն տա մեր երիտասարդներին։ Մանավանդ այսօրվա երիտասարդին, ով որ իրոք ես կարծում եմ պետք է Աստծո կողմից ուղղորդվի։ Իսկ Աստծո կողմից ուղղորդվելու համար նա պետք է նախ եւ առաջ ունենա հավատքը։ Նախ եւ առաջ պետք է ունենաք հավատք առ Աստված, որպեսզի կարողանաք ճիշտ ճանապարհը գտնել։ Այսօր երիտասարդները այնպիսին են, որ շատ անգամ նույնիսկ ծնողին կարող է չլսեն, բայց իրենք իրենց համոզումները ունեն։ Երբեմն դա նաև ճիշտ է, երբեմն խրախուսելի է, բայց լավ կլինի, որ այդ անձնական համոզումները լինեն Աստծուց, այդ անձնական համոզումները եւ անձնական մտածումները լինեն Սուրբ Հոգու կողմից առաջնորդվող, որպեսզի վաղը մյուս օրը ոչ թե դառնանք կամ դառնան ազգի անունը կեղտոտողներ, այլ դառնան ազգի անունը բարձրացնողներ։ Թող Աստված ուժ եւ կարողություն տա մեր բոլոր երիտասարդներին եւ ձեզ սիրելի հայրեր եւ մայրեր, որպեսզի կարողանաք որքանով որ կարող եք ձեր երեխաներին, ձեր երիտասարդներին դնել ճիշտ ճանապարհի վրա, որովհետեւ միայն տարին մեկ գալով եկեղեցի, աղի բլիթ ուտելով եւ հետո գնալով տուն ոչ մի բան չի լուծվի։ Դա չէ հավատքի ճանապարհը։ Հավատքի ճանապարհը դա երբ որ դու մշտապես զգում ես, որ դու քայլում ես Աստծո կողքով կամ Աստված քայլում է մշտապես քո կողքով։ Աղի բլիթով կամ աղի տորտերով ոչ մի բան այս կյանքում չի լուծվել եւ չի էլ լուծվի։ Եղեք ամենակարևորը հավատքով եւ այդ ժամանակ արդեն ոչ աղի բլիթ ձեզ պետք կգա եւ ոչ էլ երազ տեսնել ձեզ պետք կգա, որպեսզի հասկանաք, թե ինչ պետք է անեք վաղը կամ մյուս օրը։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։